Ես համաձայն եմ ձեր հետ, տարբեր կարծիքներ կարող են հնչել վաղաժամ սերմնաժայթման հետ կապված։ Ես մի հատ պարզ օրինակ բերեմ, դուք պատկերացում կազմեք, էլ օրինակ տղամարդ, որ ողջ կյանք ունեցել է վաղաժամ սերմնաժայթքում, 17 տարեկան, 18 տարեկանից սկսած, երբ որ սկսել է ունենալ հարաբերություններ, այդ ժամանակվանից իր մոտ եղել է վաղաժամ սերմնաժայթքում, ու ինքը չի եմ 35 տարեկանում օրինակ որոշել է նոր դիմի, որոշել է բժշկի, ու այդ ժամանակ էլ իր մոտ կա վաղաժամ սերմնաժայթքում։ Հետազոտություններ պետք է անցկացնել։ Բայց ասենք, եթե օրինակ մենք հետազոտությունների արդյունքում օրինակ եմ բերում, ինչ որ ինֆեկցիա ենք հայտնաբերում, որը ենթադրաբար պետք է բորբոքի շագանակագեղձ է, դա դեռ չի նշանակում, որ շագանակագեղձի բորբոքումը բերում է վաղաժամ սերմնաժայթման առաջացմանը։ Տեսականորեն այո, հնարավոր է նման բան, շագանակագեղձում բորբոքային process-ը կարող է բերել, բայց դա մի հատ իրավիճակ է, որ մարդը միշտ չի ունեցել խնդիր, նորմալ է եղել իր մոտ ամեն ինչ, ինչ որ մի этаպից սկսած է առաջացել, ենթադրենք այդ հավանական բորբոքային process-ից հետո է առաջացել։ Եվ այստեղ առաջանում են տարբեր կարծիքներ, եւ այստեղ առաջանում են իրարամեջ կարծիքներ։ Մեկը կասի շագանակագեղձը բորբոքված է վաղաժամ սերմնաժայթքում է, մեկը կասի վիտամին D-ի քանակությունը ցածր է վաղաժամ սերմնաժայթքում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Առաջնային տեսակի վաղաժամ սերմնաժայթքումները, այսինքն դրանք մարդիկին, ովքեր միշտ ունեցել են այդ խնդրեմը, պատճառը մի քիչ այլ է լինում։ Ես շատ եմ խոսել այդ մասին, պատճառ կարող է լինել էնուրեզը, երբ գիշերամիզությունից բավականին ուշ տարիքում դպրոցից հետո են կտրվում տղա երեխեքը, որ աղջիկների բարգամ ուղղակի դա նշանակություն չունի, դա չենք շեշտադրում։ Կամ կարծանձիկը, կամ ֆիմոզը, կամ գլխիկի զգայունությունով պայմանավորված իրավիճակը, մենք ոչ մի դեղորայք չունենք, որը կկարգավորի գլխիկի զգայունությունը։ Պետք է հետևողական լինենք այդ հարցի շուրջ։ Եթե պատճառը գլխիկի զգայունությունը, ինչ դեղորայքով բուժես մարդուն, չէ՞։ Չես կարող, ինչ ուզում ես նշանակի, իր մոտ խնդիրը չի անցնելու, չի կարգավորվելու։ Դա համար այդ հարցի շուրջ մի քիչ զգույշ պետք է լինել։